ամբողջական լիներ, ինչև է։ Ես կսեմ գերիներից, շատ ցավոտ հարց եք բնականաբար հարգելի գործընկերներ, բոլորիս համար բարձրաձայնում եւ տպավորություն կարող է ստեղծվել, որ ոչինչ չի արվում, գերիները ոնց կան այնպես մնացել են, բայց ես ուզում եմ շեշտել, որ առ այսօր, դե բոլորդ գնում եք, այտենց ոնց կլինի, պարոն Դանիելյան ջան։ Չեմ նեղանա, բայց դե այտենց չի լինի, ինքս ինձ ոչ մենախոսում։ Հասկանում եմ, բայց դե հիմա մենք էլ կարևոր հարց ենք քննարկում։ Եվ ես ուզում եմ արձանագրել այստեղ, որ առ այսօր 20 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է գրեթե 220 գերի կամ ասեմ ավելի քան 200, որպեսզի շատ հստակ թիվ այստեղ չհնչեցնեմ, որովհետև ինքս բնականաբար ամենայն հստակությամբ չեմ տիրապետում, բայց գրեթե 220 գերի առ այսօր վերադարձվել է, հայրենադարձվել է Հայաստան, եւ դա տեղի չի ունեցել, պարոն Դանիելյան, այն բանի շնորհիվ, որ ես կամ դուք կամ մեկ ուրիշ գործընկեր խրոխտ ելույթ է ունեցել միջազգային հարթակում, բնավ դա չի եղել։ Պատճառը, որ մենք ունենք գրեթե 220 գերի վերադարձված, այլ պատճառը այն է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողական ջանք է գործադրել այդ ուղղությամբ եւ շարունակում է հետևողականորեն ջանալ, որ մեր մնացած 23 հաստատված գերեվարված անձիկ նույնպես վերադառնան։ Պարզ է, որ այս պայն ամենաբարդ խմբին ենք մենք հասել եւ շատ բարդ են ընթանում, թե այն գործընթացները, որոնք կատարվում են այդ ուղղությամբ, պարզ է, ամենաբարդ կետին ենք հասել եւ հեշտ չի լինելու։ Բայց պետք է գնահատել այն ջանքերը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրականացնում է այդ ուղղությամբ։ Երբ մենք խոսում ենք այլ կոնֆլիկտների մասին, խոսում ենք Կիպրոսի, Աբխազիայի կոնֆլիկտի մասին, շատ կարևոր է նշել, թե այդ կոնֆլիկտի կողմերը ովքեր են եւ ինչ ուժերի բալանս կա այդ կոնֆլիկտի կողմերի միջեւ։ Այսինքն թափը կոնֆլիկտի կողմերից մեկին, որքան է հերիքում։ Նա Կիպրոսի կոնֆլիկտը ոչ Կիպրոսն է եւ Թուրքիան, փոքր Կիպրոս եւ մեծ Թուրքիան։ Աբխազիայի հետ կապված ինչ ունենք, փոքր Վրաստան, մեծ Ռուսաստան։ Մենք այս պատմության մեջ ուժերի բալանսի առումով որտեղում ենք։ Մենք իհարկե կարող ենք ոնց որ մեծ խոսել, բայց այդ մեծ խոսելուն պետք է համապատասխանեն մեր ունեցած ռեսուրսները։ Չի լինում այդպես։ Հիմա մեր գործընկերները շատ են խոսում այն մասին, որ 18-19 կամ արդեն հաշիվս կորցրել եմ թվականի տարբերակը շատ լավն էր, ինչու այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը չընդունեց այդ տարբերակը, բա 97 թվականինը շատ ավելի լավն էր, շատ ավելի լավ է, քան 19 թվականին, 19 թվականի մեջ արդեն մաղվել գնացել էր այն ամեն բան, բա ինչի չընդունվեց։ Մի հատ փաթեթային է եղել, հետո փուլային է եղել, հետո նախագահը հրաժարական տվել, պալատական հեղաշրջում է եղել, շատ լավ տարբերակ էր, եթե համեմատում եք 19 թվականի տարբերակի հետ, բա ինչի չի ընդունվել։ Ինչևէ, Տիկին Վարդանյան ցավոք գնաց, ասում էր, որ քմծիծաղով ասում էր Արցախում հիմա շատ խաղաղ է, հենց դա է հարցը, հարգելի գործընկերներ, որ չենք ուզում, որ Հայաստանում է լինի այնպես խաղաղ, ոնց որ հիմա Արցախում է, հա, չենք ուզում, եւ ամեն ինչ անելու ենք, որ այդպես չլինի։ Մի իմաստուն մարդ 16 թվականին գնացել էր Լեռնային Ղարաբաղ եւ ասում էր պետքա զիջման գնանք, որովհետեւ ոնց հիմա երգում ենք կարս, այլ հարց է թե ոնց հասանք նրան, որ սկսեցինք երգել կարս, այդ լրիվ այլ թեմա է։ Շարունակել ենք հետո երգել Ստեփանակերտ։ Հիմա երգում ենք Ստեփանակերտ։ Հիմա ինչ ենք անելու, կանգնելու ենք մի տեղ, թե այդուհանդերձ բերելու ենք այն կետին, որ մի օր երգենք Երևան։ Ես առաջարկում եմ դա կանգ առնել եւ վերջիվերջո այդ հայի հետին խելքով չառաջնորդվել, հետին խելքը բերել առաջ, այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Չոլակյան։